Ողջույն, իմ շատ սիրելի հետևորդներ, այս անգամ կրկին ձեզ երկու գույնի խմորով խմորեղեն եմ բերել, կարող եք անվանել զեբրա, կարող եք անվանել ծաղիկ, ինչպես կցանկանաք, կարևորը ձեր մոտ էլ նույն ձև ստացվի, որպեսզի թխելուց հետո չկորցնի և գծանախշերը, տեսքը և չփոխվի գույնը։ Այս խմորեղենը պատրաստելու համար մեզ շատ քիչ բաղադրիչներ են պետք, անհրաժեշտ է 4 ձու, շաքարավազ, հալված յուղ, մածուն, սոդա, ալյուր և կակաո։ Թխելու ենք ջեռոցում այս տապակի մեջ, ես եմ ընտրել այս չափը։ Նախորդ անգամ, երբ մեծ տապակով էի թխել, շատերին հարց ծագեց, թե եթե լավ է ստացվել, ինչի չի բարձրացել, այսինքն ցածր էր բիսկվիթի բարձրությունը, որովհետև շատ մեծ 32-ը 42 տապակի մեջ էի թխել, իսկ հիմա վերցրել եմ 28 չափը, կթխենք, տեսնենք, թե ինչպես է ստացվում։ 4 ձուն, շաքարավազը, մի պտղունց աղը և վանիլինը լցնում ենք ամանի մեջ, հարում ենք մինչև փրփրի։ Ամբողջությամբ շաքարավազի հալվելը կարևոր չէ, բայց ցանկալի է։ Մածունի մեջ ավելացնում ենք սոդան, խառնում ենք, որպեսզի փրփրի, ակտիվանա, ավելացնում ենք հարված մասսային։ Ավելացնում ենք հալված յուղը, ինչու եմ վերցրել հալված յուղ, ես այս համով բիսկվիթը շատ եմ սիրում, բիսկվիթը միշտ էլ տարբերվել է իր բաղադրիչների ընտրությունով և միշտ էլ համը տարբեր է լինում, երբ օգտագործում ենք բուսայուղ, օգտագործում ենք յուղ, օգտագործում ենք կարագ և մարգարին, 4 տարբերակն էլ օգտագործելուց, մթերքները օգտագործելուց տարբեր համեր է ունենում։ Յուղով տարբերակը ես շատ եմ սիրում, երբ կրեմ չեմ օգտագործելու։ Ավելացնում ենք ալյուրը և ստանում ենք ծորացող խմոր։ Միշտ շեշտել եմ, որ հարիչով հարված խմորը շատ մանր ծակոտիներ է ունենում և ինձ այդպիսի խմորներն ավելի շատ են դուր գալիս, համաչափ փափուկ են ստացվում, ծակոտիները նույն չափի են լինում և խմորեղենը բարձր ու ցածր չի փքվում։ Հավասարաչափ բաշխված է լինում ալյուրը, խառնված է լինում ալյուրը և համաչափ հերթականությամբ բարձրանում է խմորեղենը։ Կեսից մի փոքր քիչ վերցնում ենք, ավելացնում ենք կակաոն, մի լավ խառնում ենք, որպեսզի ստանանք երկրորդ գույնը։ Ես օգտագործում եմ Grand Candy ֆիրմայի կակաոն, սա գովազդ չէ, ուղղակի շեշտում եմ, որպեսզի իմանաք և գույնն է շատ լավ ստացվում, քիչ գդալով օգտագործելուց և համն է շատ լավը։ Երկու խմորն էլ պատրաստ է։ Հիմա տապակի մեջ լցնում եմ սպիտակ խմորը, ամբողջությամբ ավելացնում եմ, որպեսզի ձևավորելուց, ինչպես նախորդ անգամ մի քիչ երկար տեսանյութեր նկարելուց շատ քիչ դիտում ունեցավ բիսկվիթի տեսանյութը, այս անգամ մտածեցի հեշտացնեմ, որպեսզի դուք էլ շատ չչարչարվեք պատրաստելուց։ Տեսեք, առաջին շերտը ամբողջությամբ տարածել եմ սպիտակ խմորը, երկրորդ շերտը տեսեք ինչ եմ անում, ընդամենը գծում եմ։ Շրջաններ եմ անելու, հետո որպեսզի խմորը չմնա և չթափե, ինքը հենց շրջանակները կգծեմ, հետո նորից մի հատ էլ վրայով կգնամ, կհաստացնեմ այդ կարիճնիվի շրջանները, կակաոյով շրջանը, որպեսզի և խմորս վերջանա, ամբողջությամբ օգտագործեմ և այդ ծանրության հաշվին այդ կակաոյով խմորը իջնի մինչև հատակ։
Այսպես ձևավորելը շատերի համար ավելի հեշտ կլինի, միգուցե չկարողանաք հավասարաչափ կենտրոնից լցնելով սպիտակը, հետո կակաոյով խմորը, հետո նորից սպիտակը, որպեսզի այն տարածվի և ունենաք զեբրանման տեսք, այս տարբերակը շատ հարմար է։ Այստեղ ես գծանախշել եմ, բայց ձեր համար նորից վրայից գծով անցնում եմ, ուրեմն ինչպես միշտ չէր միացել իմ հեռախոսի միացնելու կնոպկան և ամենասկզբից չկարողացա փոխանցեմ, բայց ինձ թվում է բոլորիդ համար էլ շատ պարզ կլինի, պետք է միայն եզրերից դեպի ներս գծիկներ բերենք չոփիկով։ Տեսեք, ուրեմն թխում ենք 200 աստիճանի տաքացած ջեռոցում, երբ արդեն բիսկվիթը լավ բարձրացած է լինում, ես վերևի տենը անջատում եմ, թողնում եմ միայն ներքևինը և մի 30 աստիճան էլ բարձրացնում եմ, այսինքն թխում եմ արդեն 230 աստիճանի տակ, որպեսզի պահպանի իր տեսքը, չմքվի երեսից, թխվի միայն տակից, իսկ ջեռոցի մեջ ընդհանուր օդը բավական է, որպեսզի երեսը թաց չմնա։ Հիմա թողել եմ մի քիչ հովացավ, ամբողջությամբ չի հովացել, գոլել է, կտրեմ, բարձրությունն էլ տեսնենք, թե ինչ է ստացվել, մեջն էլ տեսնենք գծանախշերը և որպեսզի համոզվեք, որ կակաոյով շերտերը ծանրությունից իջնում են մինչև հատակ, ահա տեսեք, շատ գեղեցիկ է ստացվել, շատ համեղ էր, փորձեք, չափաբաժինները կգրեմ տեսանյութի ներքևում, որպեսզի հեշտ օգտվեք։ Ովքեր բաժանորդագրված չեն, թող բաժանորդագրվեն իմ ալիքին, որովհետև այստեղ ներկայացնելու եմ նոր բաղադրատոմսեր, որոնք շատ դեպքում հենց ինքս եմ հորինում, թեպետ այս խմորեղենի բաղադրիչները ոչ մի տեղից չեմ վերցրել, արդեն գիտեմ ինչքան ձվի համար, ինչքան պետք է մածուն կամ ալյուր օգտագործել։ Անչափ շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։